Ողջունում եմ բոլորին եւ այս նախաբանի խոսքով հրավիրում եմ ձեզ մուտք անենք Աստվածային ժամանակի մեջ իմ վկայության սկզբի մեջ։ Հրավիրում եմ ձեզ գնանք 3 տարի հետ ժամանակի մեջ եւ միասին քայլենք եւ անցնենք այն տիրույթների միջով, որով ես անցա։ Աստվածային մտքի եւ մտածելակերպի բացահայտման, որի մասին ես նույնիսկ պատկերացում չունեի։ Ինչպես որ շատերը նույն այն ճանապարհը, որ Հիսուսը ցուցադրեց ողջ մարդկության եւ երկնքին։ Երբ այն ավարտվեց, Աստված ինձ հստակ հայտնեց դրա մասին երկու երազների միջով, որը տեսել է օգոստոս ամսին 2024 թվին։ Եվ նույնպես խնդրեց ինձ, որպեսզի ես վկայեմ սոցիալական ցանցերում, ինչ որ ես հիմա անում եմ ձեր համար, ձայնագրում եմ այստեղ եւ որտեղ որ եկել եմ Դաղստան, այստեղ նույնպես յուրահատուկ տեղ է, որ պապան ինձ ասել է գալ եւ այստեղ հենց ծովի ափին այս ամենը նկարել եւ ձեզ այս ամենը ցուցադրել։ Քանի որ այն անհրաժեշտ է իհարկե ձեզ, այլ ոչ թե ինձ համար այս ամենը արդեն անցյալում է ու ես վայելում եմ այդ աննկարագրելի սիրո պտուղները իմ կյանքում, որ նույնպես ուզում եմ դուք անցնեք, համտեսեք եւ վայելեք։ Սա մի սիրո ճանապարհ էր, թե առ Աստված, թե Աստծո զավակների։ Քանի որ այն ամենը, ինչ որ ես արել եմ, միակ պատճառը եղել է սերը։ Արել եմ ամեն ինչ սիրով, այլ ոչ թե պարտավորված, եւ այդ ամենը Աստված տեսել է իմ սրտում։ Այս ճանապարհորդությունը աստվածային ծրագիր էր, նախատեսված, որտեղ կային երկու գլխավոր հերոսներ, որից որ մեկը ես էի եւ երկրորդը դա Եսավն է։ Թե ով է Եսավը եւ ինչու եմ անվանում Եսավ, դուք կհասկանաք նայելով հետագա բոլոր վիդեոները եւ կտեսնեք այն անվան պատասխանը ինքներդ պատմության ամենավերջում։ Իմ վկայությունը ձեզ համար կլինի վառ օրինակ, փաստ եւ իրականություն, թե ինչպեսի ճակատագրական դրական կամ ճակատագրական բացասական հետևանքներ կարող են լինել ձեր կյանքում, երբ դուք չեք լսում Աստծո ձայնը եւ ապրում եք ձեր սեփական կամքով եւ կատարում եք ձեր հետեւաբար ուրեմն կամքը, կամ էլ լսում եք Աստծո ձայնը, կատարվում է իր կամքը եւ դուք մտնում եք Աստծո ժամանակի մեջ եւ փառահեղ ծրագրի մեջ։ Այսպեսով ես վկայում եմ իմ սեփական պատմությունը, որը որ դրականն է, թե ինչպես եմ լսել Աստծո ձայնը եւ կատարել այն ու ինչ է տեղի ունեցել 3 տարվա ընթացքում։ Միաժամանակ ինչպեսի բացասական հետևանքներ տեղի ունեցավ Եսավի կյանքում, կատարելով սեփական կամքը։ Այս պատմությանը եղել են բազմաթիվ վկաներ, մասնակիցներ, որոնք շրջապատել են մեզ երկուսիս, ու շատ փաստեր եւ իրավիճակներ, որոնք խոսացել են եւ արտացոլել են այս ամենը։ Շնորհակալ եմ ամեն մի հոգուն, որին Աստված բերեց այս գեղեցիկ պատմության մեջ եւ իրեն ունեցան իրենց ներդրումը նույնիսկ չիմանալով դրա մասին։ Ընթացքի մեջ ես հոգուս խորքում զգում եի ու հասկանում եի, որ ինչ որ բանի միջով անցնում եմ, բայց թե ինչը չգիտեի։ Հասկանում եմ, որ տեղի էր ունենում սեզոնների փոփոխություն կյանքումս, փոփոխություն գիտակցության հետ, մտածելակերպի հետ, իմ որոշումների հետ, քայլերի հետ եւ հոգեվոր տեսողության, կարճ ասած, բազմաշերտ ճանապարհ։ Դա տեսանելի էր ինքս ինձ համար եւ բոլոր նրանց, ովքեր ինձ շրջապատում էին եւ ունեին շփում ինձ հետ։ Հավատում եմ, որ այս պատմությունը կունենա ներդրում եւ հետ կթողնի ձեր եւ Աստծո հաղորդակցության մեջ, սկսած իմ ընտանիքի անդամներից, բարեկամ հարազատներից, իմ հարևաններից եւ բոլոր ովքեր ինձ ճանաչում են։ Քանի որ եթե նրանք կարծեն, թե այս ամենը խենթություն է կամ անմտություն, ապա բոլորին պատասխանում եմ Աստծո խոսքով։ Եթե ինչ-որ մեկը երևում է իմաստուն մարդկության համար, ապա թող դառնա հիմար, որպեսզի դառնա իմաստուն Աստծո համար։ Այսպիսով, ինչ տեղի ունեցավ իմ կյանքում, երբ ես լսեցի սկզբից մինչև վերջ Աստծո ձայնը
եւ թույլ տվեցի, որպիսի կատարվեր Աստծո կամքը, եւ ինչ տեղի ունեցավ, երբ Եսավը կատարեց իր սեփական կամքը։ Այսպիսով ես բոլորիդ հրավիրում եմ թափանցել 2021 թիվ։ Թերթում ենք իմ կյանքի էջը եւ գնում ենք հաջորդ վիդեո 2021 թիվ։